Հայաստանի Հանրապետությունում ոչ մի հեռախոս, որը չի հավաստիացվում, որ ներմուծվել է օրինական ճանապարհով, Հայաստանի Հանրապետության տարածքում չի աշխատելու։ Կառավարության պարզաբանումները բջջային հեռախոսների EMI համարների հաշվառման միասնական շտեմարան ստեղծելու մասով մասնագիտական համայնքի մտահոգությունները չեն փարատում։ Մտահոգությունները վերաբերում են ստեղծվելիք շտեմարանում անձնական տվյալների օգտագործման եւ պաշտպանության հարցին, թե որքանով դրանք կարող են հասանելի լինել կամ ինչպես կարող են օգտագործվել։ Իրենց պարզաբանումները մեր մտահոգությունները չեն փարատում։ Այս օրինագծի հետ կապված մեծ աղմուկից հետո կառավարությունը իր էջում պարզաբանել է, որ տվյալներն անհրաժեշտ են հեռախոսների ստվերային շուկայի դեմ պայքարի, կեղծ կամ ապօրինի ներմուծված հեռախոսները հայտնաբերելու համար եւ որ նախաձեռնությունը կապ չունի քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրման կամ վերահսկողության հետ։ Պարզաբանման մեջ նշվում է, որ ստեղծվող շտեմարանում պահպանվելու է միայն սարքի 15 նիշանոց համարը առանց որևէ անձնական տվյալի։ Անձնական տվյալների պաշտպանության փորձագետ Գևորգ Հայրապետյանն ասում է, խնդիրն այն է, որ կառավարությունը պարզաբանման մեջ անում է պնդում, որը ներկայացված նախագծում արտացոլված չէ։ Պարզաբանումները եւ մտադրությունը, թե ինչպես պիտի գործի է շտեմարանը, չի համապատասխանում իրավական ակտի այն տեքստին, որը հրապարակվել է։ Սա խնդիր է։ Չնայած կառավարության այս պարզաբանումներին եւ պնդումներին օրենքի նախագծում բոլորովին այլ բան է գրված, որ անձնական տվյալներ այնուամենայնիվ այդ շտեմարանում լինելու են։ Օրինակ, ոչ միայն EMI թիվը, այլև այդ համարը գրանցողի տվյալները։ Կառավարության պարզաբանման մեջ է նշված, որ գրանցողները կարող են լինել նաև ներմուծող անհատ ձեռնարկատերերը, ովքեր ֆիզիկական անձիկ են, մարդիկ են, հետեւաբար իրենց տեղեկությունները անխուսափելիորեն անձնական տվյալ է։ Գրանցող կարող են լինել ուղղակի քաղաքացիները, մարդիկ, ովքեր անձնական օգտագործման նպատակով անձամբ կամ այլ կերպ, ասենք փոստային ծառայությամբ, էլեկտրոնային հարթակներով գնել եւ ներմուծել են իրենց անձնական օգտագործման սարքը ու դա են գրանցել։ Հետեւաբար առնվազն այս երկու խումբ մարդկանց մասով ըստ օրենքի սահմանման շտեմարանը պիտի պարունակի նրանց մասին տվյալներ։ Բացի այդ, Գևորգ Հայրապետյանն ասում է, կապի օպերատորները նոր ստեղծվելիք հարթակի ադմինիստրատորին ըստ օրինագծի պիտի տրամադրեն արդեն իսկ իրենց բազաներում գրանցված հեռախոսների 15 նիշանոց համարները եւ տվյալները դրանք օգտագործողների մասին։ Եթե համակարգը, եթե շտեմարանը չի ենթադրում անձնական տվյալների մշակումը, ապա հարց է առաջանում ինչպես չի ենթադրում, երբ բացի նախկինում նշածը նաեւ պիտի շտեմարանի ձևավորման նպատակով այս բառերն էլ կա նախագծում, ինչի պիտի ձևավորման նպատակով անձնական տվյալները տրամադրվեն ադմինիստրատորին։ Կառավարությունը նաև պարզաբանում է, որ հավաքվող տվյալների օգտագործման նպատակները սահմանելու է ստեղծվելիք այդ միասնական շտեմարանի կանոնակարգը։ Նույն այդ կանոնակարգն է սահմանելու նաև, թե ինչ լրացուցիչ ծառայություններ են հնարավոր։ Օրինակ, հեռախոսի գողության կանխման համար իրավապահներին տեղեկություն տրամադրելը կսահմանվի շտեմարանի կանոնակարգով։ Գևորգ Հայրապետյանն ասում է, այստեղ լուրջ խնդիր կա։ Անձնական տվյալներին վերաբերող հարցերը պետք է կարգավորվեն օրենքով եւ շատ կոնկրետ, այլ ոչ թե կանոնակարգով եւ ընդհանրական։ Անձնական տվյալների մշակումը պիտի նախատեսված լինի օրենքի մակարդակում, ոչ թե կանոնակարգով։ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահ Ներսես Երիցյանն էր համոզում, որ անձնական տվյալների հավաքման առումով ոչինչ չի փոխվում։ Չմանրամասնելով, թե այն դեպքում, երբ ոչինչ չի փոխվում, ինչու է անհրաժեշտ առանձին շտեմարան ստեղծել։ Կարծացի, որ բոլոր մարդկանց վերահսկելու եք բոլոր հեռախոսները։ Ոչ, դա բոլոր մարդիկ հեռախոսի մեջ են։ Հեռախոսները վերահսկելու եք։ Դա եթե այսօր վերահսկում ենք, ուրեմն վերահսկում ենք։ Այս նոր սահմանումներով որևէ բան չի ավելանում։ Խնդիրը հետևյալում է, որ ընդհանրապես սարքը օրինական է Հայաստան ներկրվել թե ոչ, այդ ռեգիստրն է ձևավորվում։ Գևորգ Հայրապետյանը համաձայն չէ պնդման հետ, որ անձնական տվյալների հավաքման առումով փոփոխություն չկա։ Թեև տվյալների ծավալը կարող է չփոխվել, բայց փոխվում են դրան վերաբերող կարգավորումները, իսկ դա շատ էական փոփոխություն է։ Ներսես Երիցյանի հիմնավորումն էլ նման է նույն այն պատճառաբանությանը, որը բերվում էր տեսախցիկների տվյալներին ոստիկանության հասանելիության խնդրահարույց նախագծի ժամանակ։ Այդ ժամանակ էլ որպես արդարացում նշվում էր, որ միևնույն է, տեսախցիկները տեղադրված են, դրանց նկարահանումներն արդեն գոյություն ունեն, ոստիկանությունն էլ նոր նկարահանում չի իրականացնում, այլ միայն ուզում է հասանելիություն ունենալ արդեն գոյություն ունեցող ինֆորմացիային։ Տեսախցիկների օրինագիծը ի վերջո խորհրդարանում առաջին ընթերցումից հետո հետ կանչվեց։ Հիմա հեռախոսների դեպքում փորձ է արվում մի ընդհանուր շտեմարան ստեղծել,
Այս անգամ հեռախոսների նույնականացման համարների եւ դրանց հետ կապված անձնական տվյալների։ Սա կարող է խնդրահարույց լինել։ Իսկ եթե այդ կիբերհանցագործը կամ չարագործը ունենալով հասանելիություն այդ գործիքին վերցնի ու ամբողջ բազայում բոլոր իմեյլները միանգամից մակնշի որպես անօրինական։ Հատկապես եթե այդ ամեն ինչը լինի առանց մարդկային գործոնի վերահսկողության եւ ավտոմատացված, ինչպես իր խոսքում կարծես թե նշեց պարոն Երիցյանը, որ դա հնարավորինս ուզում են ավտոմատացված անեն, որ բեռ չլինի ոչ մեկի վրա, ապա սա այո, հնարավոր է խնդիրներ առաջացնի նաեւ կիբերանվտանգության տեսանկյունից։ Հնարավոր է նաեւ թիրախային միջամտություն, օրինակ այս կոնտեքստում, ինչ որ մեկի իմեյլը օրինական կամ անօրինական հասանելիություն ունեցողի կազմակերպչական կամ տեխնիկական անվտանգության ինչ որ պակասի պատճառով, ռիսկի պատճառով ինչ որ մեկի ծառայությունը հնարավոր է սահմանափակել օրինակ։ Ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է, հարգելի։ Այս օրինագիծը կառավարությունում արդեն հաստատվել է, բայց քննարկումները մասնագիտական համայնքի հետ մյուս շաբաթ են տեղի ունենալու։ Սա բարձրացված աղմուկից հետո որոշվեց, իսկ կառավարությունը իր պարզաբանման մեջ պնդում է, որ նախագիծը հրապարակային քննարկվել է։ Քննարկում կառավարությունը համարում է փաստը, որ այն տեղադրվել է e-draft կայքում։ Այդ կայքում ի դեպ փորձագետներն ու համայնքը տեխնիկական խնդիրներով պայմանավորված որևէ մտահոգություն, դիտողություն կամ առաջարկ չեն կարողացել մուտքագրել։ Կառավարությունը, որ համոզում է բջջային հեռախոս ունեցող 100 հազարավոր քաղաքացիներին, թե իրենց տվյալները ապահով եւ պաշտպանված կլինեն, չէր կարողացել ապահովել, որ այս օրինագիծը on-line հարթակում առանց տեխնիկական խափանումների պատշաճ քննարկվեր։